Դիմավորեք Հովանես Դավթյան։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, հարգարժան հեռուստադիտողներ եւ հետևորդներ։ Սա HD Stand-up հաղորդաշարն է HD Production-ի YouTube-յան ալիքում եւ Շանթ հեռուստաընկերության եթերում բարով եք եկել։ Ողջույն բոլորին, ողջույն, սիրելի հանդիսատես, ոնց է տրամադրությունը, եկեք հասկանանք այս պահին ծափահարությունների միջոցով։ Հրաշալի, մեծ պաուզա գնաց եւ նամակներով, զանգերով, կոմենտներով սպանում էին մեզ, հատկապես ինձ, Հովանես ջան, երբ հասկսվելու նոր եթերաշրջանը ստենդափի, ասում եմ եղբայր ջան, այդքան մի ջղայնացեք, սկսվել է արդեն եւ առաջին եթերաշրջանը, այսինքն առաջին 4 հաղորդումները մեզ մոտ ռետրո եթերաշրջան կարելի է համարել, այս 4 հաղորդումները, որի առաջինը հենց այս հաղորդումն է, ռետրո ժամանակաշրջանի մասին են, մեր նոստալգիկ շրջանի 90-ական թվականների, մեր հուշերի, հիշողությունների, ովքեր են հիշում 90-ականները եւ 2000-ականները, մի հատ ծափահարեք, խնդրեմ։ Հրաշալի, այո, սա ռետրո եթերաշրջանն է, իսկ ռետրո ասելով ինչ ենք հասկանում, այս շատ հետաքրքիր է, եկեք այսօր մի քիչ սենց ակտիվ շփվենք, հա, բարի երեկո, բարև ձեզ, ինչ ենք հասկանում ռետրո ասելով, մեր հարգարժան հյուրերը, ամեն անգամ առաջին շարքով նստած Գերմանիայից ժամանած, չէ, թե արդեն Հայաստանում եք տեղակայել, այ մարդ, ինչ կա Գերմանիայի Հայաստան, ինչ ենք հասկանում ռետրո ասելով, հարգելիներ, անցյալ, մեկ, էլ հնություն, հին, էլ, բարձր, մանկություն, ուրիշ, ինչ, հիշողություններ, էլ, ցուրտ ու մութ տարիներ, գնաց կաշմարները, այո, ցավոք սրտի մեր ռետրոն է դա, չէ, շատ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում ռետրոն, օրինակ մեր ծնողների համար ռետրոն երևի Ռուբեն Մաթևոսյանի երգերն են, իմ սերնդակիցների համար Լևի Լույսը, Invite Plus-ը, Զուկո Մուկո այդ թունավոր սոկերը, հիշում եք, վառվող պեչենիները, հիմիկվա երիտասարդների համար, հիմիկվա երեխեքի, ընդհանրապես չգիտես ինչա ռետրոն, նրանցից ով է գլուխ հանում, այս տիկտոկյան սերունդ է, էլի, հասկացաք, չէ՞։ Ունեք տանը ձեր ընտանիքներում այդ սերնդի ներկայացուցիչներ, հա, ովքեր ունեն, գլուխ հանում եք այդ մարդկանցից մի բան, նրանց համար ինչը մի տարուց ավել անցավ ռետրո է արդեն, կյանքը շատ արագ է առաջ գնում, հա, ինչ արած։ Ես շատ հաճախ շփվում եմ մեր դպրոցի երեխաների հետ, ովքեր չգիտեն, ասեմ, մենք արդեն 3 տարի է հիմնել ենք արվեստի դպրոց, դերասանական դպրոց, եւ շատ հաճախ շփվում եմ սաների հետ, ասում եմ, երեխեք, ինչ երգեր եք լսում, ես իբր ուզում եմ պուլսի վրա ալնեմ, էլի ժամանակի, ասում եմ, Ջասթին Բիբեր, ինչ Ջասթին Բիբեր, ընկերան, ասում եմ, ինչ, սկսում եմ տառեր ասել։ Գիտեք, որ հիմիկվա երգիչները տառեր են։ JFT բան ենք լսում, MBC բան, LSD, խառը երկիր, այդ մինչև 25-30 տարեկաններ են, էլի, ունենք մինչև 30 տարեկան հանդիսատես, մի հատ ծափահարեք խնդրեմ, երիտասարդ, մինչև 30 տարեկան այսքան մարդ կա, այն էլ ռետրոյի թեմային, ես շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ դեռ լսում եք, դիտում եք եւ ես իմ թեմաներով հետաքրքիր եմ ձեզ համար, եկեք մենք էլ մի հատ մեր երիտասարդներին շատ ջերմ ծափահարենք, մենք բձեքով էլի մնացած, եւ ցանկանանք ակտիվ երիտասարդություն, հրաշալի կյանք, ձեր ցավը տանեմ, տժժացեք, խզարեք, էլ ինչ բառեր կա, վայելեք կյանքը, ինչ ուզում եք արեք, ոչ մեկի մի լսեք, ամենալավ տարիքում եք դուք իսկապես վայելեք, որովհետեւ 30-ից հետո այդ 35 բան արդեն մանրից գլուխը կախում է, կյանքը մի վրազն գլուխը կախում է, սկսում են բակերը սպիտակել, չէ, 35-անց տղամարդիկ հատկապես, կհաստատեք թե չէ, տենցա թե չէ, սկսում ենք դանդաղել, չգիտեմ, փնթփնթան դառնալ, ամեն ինչի վրա խոսել, դեն քթիմազերը արդեն ասել ենք, քթիմազերը արագ աճել, ունքերը առանձին ճանապարհ են գնել եւ այլն, ջրի տեղը հանքային ջուր խմել, բայց փնթփնթոցներն է հետաքրքիր, հա, որ
ասենք չեղած բաները մտնում ես ասես արա ես ինչ անդուր հովա եղբայր արա հովը ոնց կարա անդուրը լինի կամ շոքն է անդուրը լինում կամ ցուրտը տես չի մեզ չէ անդուր հովա բան ես ինչ սառը սալաթա տակ սալաթ որ դες կերել հարցնող կենացներն են երկարում հիշում եք 20-25 տարեկանում ոնց են կենացները խմում տղաներ հատկապես դուք տղամարդիկ են ինչ ենք ասում Չէ, մաքսիմում, այնտեղ, ամեն ինչը կարճ էր, բոլոր գործողությունների ժամանակ 35-ից հետո թե բախ, պեր մենք ինչ, թո ջայլները լավն են, ասում ես ասասայ ջայլ, հանգստացին մինչև երեք 34 տարեկան էիր, քեզ ինչ է, 35-ը, խոպես տես, կոնկրետ է, իսկ 35-ից 40 իմ սերնդակիցներ, ովքեր կան դահլիճում, տուժած սերունդ, մի հատ, Այս մարդկանց տեսակ բոլորդ Ինձ էլ է թվում Ձեր ցավը տանեմ, խնդրում եմ, մեզ լավ նայեք Լուրջ, շատ դժվար կյանք տեսած սերունդ ենք Այդ մութ ու ցուրտ տարիներին է սկսել մեր աճման, հասունացման տարիները Մենք, սենց ասեմ, մենք որ հլկանք էլի փառք է հասկանում եք Մենք ինչ ասես տեսել ենք, ինչ ասես Չգիտեմ, եկեք հիշենք, մութ Ցուրտ, էլ ինչ, երկրաշարժ, պատերազմ, տալոնով հաց, կանրադարանք այդ թեմաներ, էլ ինչ էր, չգիտեմ, փողերի փոխվելը, իբր այդ շատ վատ բան, լավ, բայց էլի, Կասանդրային ենք տեսել դաժը, հիշում եք, Ալոնդրային, Սանտա Բարբարա, արա դաժը Գարբաչովին ենք տեսել դրա հերնանիցը, մի խոսքով, իսկապես որ դեռ կանք ապրում ենք, դա շատ լավ է, եկեք մեզ մի անգամ էլ ծափահարենք և քաղցր աչքով նայենք և հետևողական լինենք, շատ դժվար է այս սերնդի մարդկանց համար, իսկ 40-ից 50 ովքեր կան, 40-ից 50 ծափահարեք, դուք շատ ակտիվ, 10 հոգու տեղ, բայց այս 10-15 հոգին էին 40-ից չհասկացա, վերացել են ասում շատ ճիշտ կամ վերացել են կամ ասենք նենշի չեն ուզում ծապ տան անկեղծ հարգում են խնդրանքս ուզում են ծափահարեն իհարկե ուղղակի վերջի պայն է որ ձեր տանը որ պիտի ծապ տա արա ճոգում ես աչ ուսը սկսեց մզզցնել Սառացելա ինչ արել գիշերը Ուսա մի օր էլ կմզզցնի ամոթ այս փոքրիկ բեմի վրա կանգնած խնդրում եմ ձեզ 40-ից 50 տարեկան հանդիսատես ովքեր ունենք ծափահարեք խնդրեմ կրկնապատկվեց լսեցիք չէ Կեսը վստահաբար գլուխ էին պահում Ինչ եմ հարցնում սենց կոնկրետ 40-ից վերև որովհետև ես ինքս էլ ես տարի 40 տարեկան դարձա եթե չգիտեք ասեմ 2025 թվականի այո հունվարին իմ 40 ամյակը լրացավ դրա համար հետաքրքրում եմ 40-ից վերև ով կա որ հարցնեմ ոնց է տեղ լավ անկերներ հա չէ մենակ անկեղծ էլի անկեղծ լավա թե չէ Են սրտի մխիթարանքով թե անկեղծ Չէ որտեղ մարդիկ կան ասում են ով ջան 40-ից հետ այ կյանքը սկսում է բան երկրորդ դիխանիա բացում երկրորդ հա իսկապես տենց է հա ոնց էլ այդ ստերը հորինում եք ես Չէ բայց ես չեմ պատկերանում ինձ թվում է լավը ակտիվը 18 տարեկանն է 18 20 25 40-ից ինչ Այս թվին չէ բա որ թվին Նախապես, հասկացա, գիտեք ինչ եմ հիմնականում վախում 40-ից վերև այդ պրոբլեմներից, որովհետև մեկ-մեկ տեսնում եմ 40 տարեկան կանանց, կներեք, եթե 40 տարեկան կանայք կան դահլիճում, բայց պետք է ասեմ այն ինչ նկատել եմ, հենց 40 տարեկան հատկապես ու հատկապես չամուսնացած կանանց, մեկ-մեկ որ տեսնում եմ, սիրտս ճմլվում է, արա մի տեսակ կատացնում է ոնց որ Հազար ներողություն, նորից եմ ասում Չէ, հանուն արդարության պիտի ասեմ, որ հետո էլի դզվում է Բայց այդ 40-ի կողմերը արա չես հասկանում ինչ ալնում Ասենք ինչ որ կտրուկ փոփոխություններ են ուզում Չես հասկանում
ինչից բավարարված չեն, ինչի պակաս կա, չես ջոկում։ Օրինակ 38 տարեկան մինչև 39 նորմալ բան, ապրում աղջիկը, ապրում եւ ստեղծագործում, երկար մազերով ասենք աղջիկա, բան։ Արա 40-ը խափում եք ղրտ։ Մազերը բոքս կտրեց մեկ է տեսար։ Գնում կյաժ ներկում 5 օր հետո գնում ֆիալետովի փոխում։ Ինչա ուզում չես հասկանում։ Հետո էլի կամած այնտեղն։ Մենք էլ տղամարդիկ, այդ պերեխոդնի տարիքա, չէ, անցումային տարիք ասում են։ Մենք էլ մազերի հետ կապված խնդիրներ ունենք, ասեք, որ այդպես է տղամարդիկ։ Մենք էլ իհարկե չենք կտրում, չենք ներկում, մենք էլ ինչ ենք անում։ Կրակում ենք։ Նոր մոդա է, չէ՞, քաչալները հիմնական, ընկերը խորհուրդ աղբեր գնա կրակի բան, Ամերիկա գնա շատ լավ են կրակում, բան, իրար խորհուրդներ են տալիս։ Դες տեսնում ես, ասենք 35 տարեկան տղա է, 36 գալիս է արդեն հալից ընկած, մի փունջ մազա մնաց եկել, ասում ես, մի երկու ամիս կյանք մնաց սրան, դղդղալով, 3-4 տարի աչքի չի գնում, մեկ է 40-ի կողմերը գալիս է փարթամ մազերով, Ջոգում ես ծիլերը նորմալ կպել են, էլ իրենց տեղը ժելեած, կողք սանրած, ու ամսվա վրա ավելի է փարթամանում, քեզ թվում է 50-ում արդեն հյուսիկներով ալնելու ես մեր աղբերը։ Իմիջայլոց 50 և վերև, ովքեր ունենք դալճում, մեր ավակ սերունդը, հարգանքներս ձեզ, մի հատ խնդրում եմ, մի անգամ ուժ ավակեք ծափահարեք, Էլ նեղություն չեմ տալու ձեզ, մի անգամ, ովքեր են 50 և ավելի, սովետական Հայաստանում ապրած մեր, եկեք մենք էլ իրենց ծափահարենք մեր ավակ սերնդին, ի նշան մեր հարգանքի, շնորհակալություն, որ այստեղ եք, մեզ հետ, սիրելիներս։ HD School դերասանական դպրոցը հայտարարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն։ Մեզ մոտ կսովորեք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում և վոկալ։ Լավագույն սաները կնկարահանվեն և կաշխատեն HD Production-ի նախագծերում։ Բա խաղերը հիշում եք այն ժամանակ։ Մանկական խաղերը ըստիս նրա համար են, որ մանկան հոգեբանությունը ավելի լավ զարգանա, չէ, չգիտեմ, մանկությունը ավելի թեթև, ավելի ուրախ անցնի, առանց ստրեսների, առանց պրոբլեմների։ Մեր այդ թվերի խաղերը բոլորը ծեծի, ջարդի, վնասվածքների, քերծվածքների և հոգեբանական ստրեսների մասին են։ Եկեք իրար հետ հիշենք ինչ խաղեր կային այդ բզելու, տոպկելու հետ կապված, տզից սկսած ամենահասարակ։ Տզը հիշում եք, ով է հիշում տզը, մեր բակից մի հատ տղա կար, մինչև հիմա տզի օինը չի տվել, արա ենքան ենք տվե գլխին, որովա դու էր չէ, ինքն էլ էր, բայց ասում ենք չէ, տես մի քանի տարի, հիմա հոգեբուժարանում է, տզի թե դիագնոզը տզի բանով է գնում, տզի էլ ինչ կար, չգիտեմ, հավալա, ինչ, ғայիշ, էշ միլիցա, չգիտեմ ընդեղ, հավալա, բոլորը, բլդուխով է հիշում, բլդուխը, հիշում եք բլդուխը, հեսա ջայլները էլի, չէ, ինչ հա, չգիտենք, տեղյաց, ովքեր չգիտեն, ինչ հա բլդուխը, ընդհանրապես, Դահլիճի կեսը համարյա, եկեք հանուն արդարության, պատմենք երկու բառով, հա, ներկայացնեմ, ինչ հա բլդուխը, բլդուխը, ոնց պտի ներկայացնեմ, չգիտեմ, բլդուխը դա մի էշություն էր, որտեղ խաղ դժվար է ասել, չէ իրան, էշություն էր, հիմարություն, որտեղ յուրաքանչյուր մեկը, յուրաքանչյուր մյուսին, հիմնականում տղաները, չէ, վախացնում էին, և ասում բլդուխ, եթե վախենում ես, բլդուխ։ Լյուբոյ ձևարա կարար վախացներ, յուրաքանչյուր կերպ, չգիտեմ, ամենահասարակ են պատի հետևից դուրս գալով բո անելով, մինչև ամենաստանդարտ և շաբլոն անել։ Դե մեզ էլ, որ անում են մեզ տղամարդկանց, սիրելի կանայք և աղջիկներ, ձեզ ասեմ, կարողա չիմանաք, ովքեր չգիտեն, մեզ որ անում են կապ չունի մեր սեռին արական, հա, կապ չունի նա 6-7 տարեկան լակոտիկ է, թե 70-80 տարեկան պապիկ, կապ չունի տարիքը, մեզ որ անում, մենք բնատուր, չգիտեմ, ծնված օրից, բնությունից, այդպես ենք, մեզ որ անում են, մենք կակ մինիմում անում ենք
Վստահ լինելով անգամ որ չեն կպնելու 100%-ով վստահ լինես չի կպնելու մեկը դու անում ես այդ ոնց որ ձեր սիրելի կանայք աղջիկներ ոնց որ դուք ձեր վրա ոնց օրինակ մեր որ պատկերացնենք դուք ասենք որ շոր եք փոխվում եք դուրը բաց անում հանկարծ դուրը բացում են ոնց եք տենց միանգամից ռեֆլեքսորեն չէ սենց անում կամ դե դուք հազարատ բան ունեք պայելու մեր նման չեք միտքը մենք ենք որ ունենք չունենք լավ մի խոսքով խեղճ ու կրակ մի խոսքով լավ միտքը հասկացակ ու երբ որ մեզ արվում էր կամ չգիտեմ բան մենք վախենում ենք վախացնող կողմը ասում էր բլդուխ այս առաջին պունկտն էր պունկտ համար 2 ինչ էր բլդուխը ինքն իրանով բլդուխ լինելուց բլդուխ եղողը այսինքն վախեցողը գալիս էր մատաղի ուլի պես վիզը ծրած աչքերը կախած բլդուխ անողի մոտ թուշը թեթև ուրցնում էր ոնց են ուրճացնում ոնց է դրա գրակը ուրցնում եւ այդ վախացնողը մի հատ բլդխում էր նրան հա ստանում էր սա չարիքի փոքրագույնն էր բլդուխը եթե վախացնողը բլդուխ անողը մի քիչ սառնասիրտ տղա էր ելնում մի քիչ դաժան մի քիչ նենգ անձնավորություն էր ելնում ինքը կարար վախացնելուց ասեր ոչ թե բլդուխ այլ օբշի բլդուխ հիշեցիք օբշի բլդուխը ինչա օբշի բլդուխը ինքը իրանից առանձնապես բան չի ներկայացնում այսինքն չկան հենց օրենք որ դու կարաս օբշի բլդուխ անես թե չէ ուղղակի բլդուխի տեղը եթե ֆայմում ասում էի օբշի բլդուխ դա նշանակում էր որ բացի իրենից օբշի տեղ տերիտորիայում ով կար չկար կարար այդ վախացնողը հրավիրեր բլդխելու ես հարիֆիս օբշի բլդուխ մենք էլ դաժան ազգ նենք ու դաժան սև մութ 90-ական թվեր խփելու բանը լինի մեր ու մանուկ գալի բլդխում էին ես արեն փողոցի շներով մարդ չէր մնում ընկերոջ մորը ձեր սուսատոտան հա նարեկ ջան պերաշկիա սարքում արի ինչ կա օբշի բլդուխա եկա թափ տալով ձերները գալ այդ էս դաժան հասկանում եք Էլ ինչ խաղեր կար, սիլակացի, կարատե, Էդ էլ չգիտեք ինչա ջահելներ, հա? Ովքեր չգիտեն սիլակացի կարատեն ինչա, դե լավ էլի աղբոր պես, լավ, էդ էլ ասենք, սիլակացի կարատեն էլ նույն ձև գալիս էր սիլակացի կարատե, ոչ մեկ իրան իրավունք չի տվել է գա, յուրաքանչյուր իր ուզած ման տենց անի, հասկանում, մի բան չի հաղթել որ կարանա տենց, ու մուզեր գնում ես սիլակացի կարատե, ինքը պետք է բռներ, որը բռներ դրանով էր ծեծ ուտելու, հասկանում եք մարալը, հասկանում եք դաժանության չափը, ու որ քացի ենք բռնում, ուրախանում ենք, գոնե սիլաչի դեմքիդ չեն խփի կամ կարատեչի ոնց ուզեն չեն սատկացնի, ով ինչ տերուկ գիտի, հա, քացի, արա քացի, ինչից ենք ուրախանում, ու քացիներով տալիս ենք համագիտ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը խաղում էր վոլեյբոլ, Մենք հերիք չի վալեյբոլ չէր մերը բալեբոլ էր Մի հատ էլ սկզբից դնում էինք տոպկոցի բառը Տոպկոցի բալեբոլ Հիշում եք Կրվողին պպզացնում էինք Ու են ծանր քարի ծանրություն ունեցող գնդակով Տոպկում էինք բերնին Դեմքին որ մի բան պատրվի, ճղվի, քերձվի, մի ցավ, մի վերք, մի պատրվածք, արում, բան Եթե դու այդ ժամանակաշրջանում բակից խաղալուց նորմալ առանց վնասվածքների գնում էիր տուն, մաման տուն չէր թողում ես հիշում Ասում էր գնա ռադեղի նորմալ կխաղաս կգաս, ստեղ գժանոց չի կա Դու անպայման պետքա ծեծ ուտեիր, եթե քեզ չծեծեին տանը, մաման, պապան, ուրեմն բակում պտի ծեծեին Մեծ տղաները փոքր բակում չծեծեին, դպրոցում պտի ծեծեին Քո դասարանցիք չծեծեին, կողքի դասարանցիք կրվի ժամանակ Դասարանցիք չծեծեին, չգիտեմ, դասատուն պտի դասատունների ծեծելն է հիշում եք երևի Արա, էտին, այն ժամանակ հիմիկվա նման չէր, Այն դասատուներին հիշում եք, մենք դասատու ունենք, այնքան էր ցուցափայտով խփել, 10-ից 10 տնգցնում էր աշկիդ գիլի մեջ Առանց պրոմախ
Կամ ասենք որ դաս էր պատմում դասատուն, երեխա է, ասենք ծամոնածամում, լինում է, չէ, դե պարզա սխալ է, ճիշտ չի, լավ չի, ցանկալի չի, ընդունված չի, բայց դե երեխա է, հիմա այտենց եսի ինչ դատավճիռել չի, պետք չի արժանացնել, բայց եթե հանկարծ տեսնում էր, հիշում եք ինչ խիստ էին, ասենք դաս էր պատմում, երեխան գետենում էր տեսավ, քարանում էր ու դասատուն աչքը վրեն պահած մոտենում էր, դու էլ չէիր կարա կռուտի տաներ, հա? Ուզում ես կուլտուր, ուզում ես մցրայել, չէ, ձեռից չէիր պրծնի, որտև էտը 90-ականներ ձետկա, ճիշտ ու սխալի ժամանակաշրջան էր, ինքը տեսելա չես կարա պախցնես, գալիս էր ասում էր, էդ ես դաս եմ պատմում, դու իմ պատմելու ժամանակ ծամոն ես, ծամ են մումը վերջի թողում էր, որ խպի սեղանին դու եթե մի քիչ ճարպիկ երեխա էր պետք է հասցնիր մի բան քաշես գլխիդ տակ, հա? Դե դրա գիրքա մի փափուկ բան, գիրքն է յանի փափուկա, էլի։ Բայց ավելի փափուկա, քան այդ դասասեղանը փայտից, որտեվ հեսա զամփացնելու է լաբավոր, որ այդ ինչ էին, խնդրեմ, երկար չխոսեմ, տեսեք, նայեք ինչ օրը գցի։ Ես էլ եմ աշակերտորը, չէ՞։ Այդ հիմիկվա նման չի, հիմա ասենք մեկի երեխուն թարս նայի դասատուն, թարս խիստ հայացքով, մյուս օրը, մերը, մարդու իրավունքների պաշտպանի հետ, Ես մի ձեռով էլ երեխուն, ապացույց թարսանայել երեխուս, հոգեբանության վրա հետ կա թողել։ Չէ, ասում եմ, արա սատկացնում էին, կոնկրետ, բայց մեկա մենք իրանց սիրում ենք ու հիմա էլ ենք սիրում, ու եկեք ծափահարենք մեր բոլոր դասատուներին, ուսուցչուհիներին, մանկավարժներին, փառք ու պատիվ իրենց։ HD School դերասանական դպրոցը հայտարարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն։ Մեզ մոտ կսովորեք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում և վոկալ։ Լավագույն սաները կնկարահանվեն և կաշխատեն HD Production-ի նախագծերում։ Այսինքն ալիքներով, խաղիկներով, մեզ խափելով, մի օր ուրախ, մի օր տխուր, մի օր հիվանդ, մի օր առողջ, մի օր կուշտ, մի օր սոված, գլորեցինք, անցկացրինք 90-ականները և վերջապես եկան 2000-ականները, ռուսերը տվեցին, գազերը քաշեցին, ջրերը սկսեցին մի առվով հոսել, մարդկանց դեմքին մի քիչ ժպիտ եկավ, հիշում եք, աղջիկները սկսեցին սիրունանալ, դե լավ մի նեղվեք, ինչ ճիշտն է այն պիտի խոսենք, չէ, պայմանավորվել ենք ազնիվ լինել, դե որովհետև մինչև էդ սաղ ֆիդայների պես նույն դեմքով սկսեցին սիրունանալ, նրբանալ, 06-երը, 24-երը փոխեցին օպելների, ֆիրմա մեքենաների, պատերի տակ բանկոմատներ սկսեցին հայտնվել, ժողովրդի ձեռը սկսեց փող վռալ, ու հասկացան, որ դες ինչ-որ փող է գալիս, բան, այնպես ջուրը սկսեցին փողով առնել, Հայաստան աշխարհում ջրին փող տալ, որտեղ էր լսված բան, հա, բայց չէ, ջանդամ, կարևորը փող է ֆրում, ջրին փող, այդ են տարիներն էին, որ սրճարաններում սուրճը 200 դրամից դարավ 1000, բայց դե թքած, փող, սկսեցին ինչ-որ կայուն զգալ, մարդիկ ավելի թեթև սկսեցին շփվել, հա, այդ կոմպլեքսներից դուրս գալ, սկսեցին ավելի գունավոր հագնվել, որովհետև մինչև այդ համայն հայության հագուստի գույնը, այդ էլ հո դուք ասեցիք, մի փոքրիկ ճշգրտում, մուգ սև, որը բաց սևը ու ինչ էր, հա, սկսեցին են քարդ ու տղեկը, սև սպարծիվկեքը փոխել գունավոր, ծաղկավոր վերնաշապիկներով, հա, արա դες ինչ-որ մինչև այդ, որ սաղ քուչում սպարծիվկեքով լրված էին, սպարծիվկեքը հանում էր, դենում էր տակից ծաղկավոր սարոշկեքով են, աղբեր արա։ Այ քեզ բան։
ու կոնկրետ են վարդագույն սարոշքի վրա կարմիր մեծ կալլաները, հիշում եք? Սրանցից մեծել էր ելնում էր, որ սաղ դոշի վրա մի հատ կալլա էր, նենց բնական ուզում էր մոտեներ հոտ քաշեր այդ տղու դոշերից, ցողունը, վարսանդը, առեջները, կոնկրետ, ու ինչքան ավելի ծաղկավոր, ինքան ինքը ավելի քյարթու էր, մի խոսքով ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ, գաստրոնոմները դարձան սուպերմարկետներ, պիվնոյները դարան փաբեր, չգիտեմ, էլ ընդեղ ինչ, ամեն ինչքան անգլերեն բան կար, դարավ ռուսերեն բար, այսինքն հակառակը, ինչքան ռուսական բան կար, մինչև այդ զանգում էինք, ասում էր, ապարատ абонента не подключен к станции, դրանից հետո սկսվեց ասվել, the subscriber cannot be reached, please try later, չէ, հեռախոսները մոդան կան, չգիտեմ, բջջային սոտվնիները, սկզբից սոտվնի էինք ասում, հիշում եք, հետո կամաց սոտվի, հետո դարավ բջջային մեր հայրենական, հայկական լեզվով, սոտվիները սկսեցին աճ ապրել, էվոլյուցիան սկսեց հեռախոսների, հեռախոսը $100 էր, քարտը 300, հիշում եք, այդ տարիներին ես գնում էի ինստիտուտ արդեն, 2001 թվականին ես առաջին կուրս եմ գնացել, դե նոր շրջապատ, աղջիկներ, ռայոնի ինգերներ, ֆիքստուլություններ, գլուխգովալներ, արդեն կուրսից մի քանի հոգի էլ որ ունեին հեռախոս, այդ շորշոփը բանը մեջ սերընկել հեռախոս ունենալու, տանը ասում էի, սոտվի, պապան ասում էր, կարող է նախարար ես արա սոտվի ունենաս, պապան մտածում էր, որ մենակ նախարարները կարող են հեռախոսով խոսել, մամային համոզում էի, որ պապային համոզի, մաման ասում էր, այ բլիկ ջան, չեմ կարում, դուք լեզուկը դայեք ինձ կցել եք մեր խեղճ մերսել մեջտեղ ընկար, չէր կարող, դու ինքդ գնա բան, պապային համոզում էի, չէր համոզվում բան, մի խոսքով երկար բարակ հոգեբանորեն ազդեցի, ասենք չգիտեմ, մի օր եկատուն մաման ասեց, ինչի ուշ եկար, ասացի մեր կուրսի Արմենի տնեցիները իրան սոտվի էին առել, էդ էինք նշում, սուտ, մեռնեմ թե տենց բան կա Արմենը սկի տնեցիներ չուներ, ու մնաց սոտը, հա, բայց այդպես է, Մինասյանը, դուք մեր կուրսից եք եղել ներոս, չէ, Մինասյանը չէ, դուք տենց Արմեն գիտեք, որ տնեցիներ չունեն ուղակիտ, շատ անսպասելի էր, Մինասյանը, չէ, ազգանունը չեմ, դաս ընկեր էր ինձ, ինստիտուտում, Բայց ինստիտուտից եմ խոսում, ինստիտուտից, հետո Հարութին գիտեք մեր կուրսի, հետո Հարութի հետ էլ մի դեպք եղավ, մի որոշ ժամանակ անց մաման ասեց, դե պատմի բալես ոնց անցնում թատերականում դասերը, ասի լավ մամ ջան, ուղղակի այսօր Հարութի մաման էր, էլի սուտերս է, Հարութի մաման էր վատացել, վայ ասեց ինչ, ասի չգիտեմ սիրտը վատացել էր, լավա Հարութի մոտ սոտովի կար, զանգեց գնաց փրկեց մորը, մերս էլ լորեցի միամիտ կնիկ, ինչ ասում հավա, մի խոսքով այնքան համոզեցի, նստեցինք պապայի ականջին, խեղճ հորս հազիվ համոզեցինք, արա դուք ինձ կսպանեք բան գնաց, մի հատ հեռախոս առավ, բերեց տվեց, արա հեռախոսը պրծան քեզից, ասի չէ այ պապ ջան, ոնց պրծան, բա քարտը, որտեվ այդ հեռախոսները հիշում եք այսքան ինքը, մի այսքան էլ անտենա էր բարձանում վերևից, Էդի առանց քարտ ոնց բռնես հա, հա մի 2-3 քորտս կախեցի, գլուխ գովացի գնացի ստից ֆիքսուլացա, բա հետո հատկապես որ գիտես քարտ չկա մեջ, այդ ծանրն էլ գոտուց հետ կախած, աստիճան բարձրանալուց էլ անտենեն մտնում էր աճուկը, տենց անհարմար, բա մի խոսքով կպան քարտի թեմայով քարտ այդ ժամանակ էլ քարտը հերիք չի $300 էր, մի հատ էլ տես լավ մոշնի թափով ծանոթ էր պետք առնել, որ առնել։ Պապան մի խոսքով միջին պուճուր ծանոթներով չգտավ մեծ ծանոթով այդպես կաշվից դուրս գալով խեղճերս $300 տարավ տվեց մի հատ լավ համար վերցրեց դրինք հեռախոսից մեջ մի 10-15 օրից քարտերը դառան $1500 Մեջն էլ $1500 րոպե, եթե ինչ, այսինքն ձրի, այդ ավելի աբիգն է, բայց րոպեներն էլ նենց թանկ, կարող է հիշեք, օրայտի $5000 տալիս էինք, հիշում եք, խոսում ենք քանի րոպե, 20 րոպե, շատ ճիշտ, րոպեն $250, արագ ասելիքդ ասում անջատում էիր, հիշում եք, ով ընկերուհի ուներ թքել էր փայտիկին, Դե ընկերուհին գիտեք ինչ բան, ես իմ կյանքս հնտենանք պապան ինչ ասում, եթե թողի դուստին գամվանը, դու ձեր հաշիվը սպարված է։ Խեղճ տրեն գնում էր բուտքից լիցքավորում էր, հետ էր գալի խոսալով տուն, չէ հասնում էր տուն, հերչանում էր րոպեն, էլի գնում լիցքավորում, խայտարակություն, բա որ տատին էինք զանգում։
Մաման ասում էր, տատին զանգի, այ մամա ջան, թանկար, ինչ կապ ունի, քեզ սնել, պահել, շահել, մեծացրել, բա մի հատ տատու զանգում է, տատի ջան, բարև, ոնց ես, լավ ես, ամեն ինչ նորմալ, սա հարցերը մի անգամից տալիս է։ Տատին էլ նորմալ, բալա ջան, նորմալ, հետա լված քարեցի, կախեցի, էնել անձրև եկավ, սաղ, այ տատի արագ ասա սաղ։ Րոպեն 250 դրամ դարել է սաղ, տանտերը 3 տար ասա սաղ։ Բա մարդիկ կային իմ ընկերներից 2 տատն էլ սաղ են այդ ժամանակ, դրանք ինչ ասեն, ահավոր երև։ Այդ ժամանակ հիշում եմ, կհիշեք, լիցքավորման քարտերը պատ էին ծակում, շատ լուրջ բան էր, ոնց որ սովետի ժամանակ հայկական կոնյակը, լուրջ հարցեր էր լուծվում, զաչոտներ էին ստանում, լիցքավորման քարտով, քննություններ էին ստանում, զանգում էին, չաստում, թելադրում էին 12 թվերը օդպուսկ էին թողում ընկերոջը 3-րդ, այս դեպքեր կար էլի լուրջ, բայց դրա էպոխան էլ շատ կարճ տևեց, հետո եկան լիցքերը։ Կհիշեք, ոչ թե լիցքավորման քարտ էր, այլ լիցք էր։ Ով ինչքան փող ուզում էր տալիս էր, ընդհանրենք ուզում էր 200 դրամի լիցքաներ կամ 500 ինչքան ուզում էր։ Մոտակա թերթի կրպակը կամ յուրաքանչյուր կրպակ մոտենում ենք, տալիս ենք գումարը, ասում ենք 300 դրամ լիցքարա։ Ասում են հեռախոսի համարը ասեք, հիշում եք, ասում են, գրում են, քայլում էր մեկ էլ ծնկ, օզարմանք 300 դրամը լիցքավորում էր, ուրախ զվարթ ապրում ենք, շատ հեշտ տարիներ էին այդ առումով, ասեք, կինը ամուսնուն ասում էր, կյանքս փող տուր գնամ, լիցքանեմ 300 դրամ տալիս էր գնում լիցքավորում, ուրախ զվարթ, այսպես գոհ շնորհակալ ապրում էին։ Հիմա կինը ամուսնուն ասում է, փող տուր գնամ, լիցքանեմ։ Ինչ 300 դրամ ախպեր։ $300 էլ չի պրծում խեղճը, որովհետև ամեն ինչ լիցքով է դառնում։ Թերթիչները լիցք, պրոշները լիցք, ստեղ լիցքավորված կանանց ժամանակաշրջանում ենք ապրում, ընկերներ։ Շուտով կարող է լիցքավորիչներ էլ արտադրեն կնոջ։ Ասենք, չգիտեմ, զարյատկի դնես կնգատ, հավաքի տանես նշան դրեք, բերես տուն, չգիտեմ։